Գեներ ողջունում եմ բոլորիդ, այսօր իմ երազանքների կավերել է W24 Mercedes-ի երկրորդ ու ֆինալի սերիան է, ընկերներ, առաջ սերիան եթե չեք տեսել, անպայման անցեք վիդեոներում նայեք, շատ հետաքրքիր է ոնց է մեքենան արվում բերում, սկսում, ինչ եմ անում, վերջացրեցինք առաջի սերիայում արեցինք բասատկի իջեցումը եւ այլն, այնտեղ վանտաժների վերանորոգում, այս սերիայում ամեն ինչ արվելու անգերներ, այս սերիայում լրիվ հավաքում ենք մեքենան 100% պատրաստ է լինելու, դնում ենք body kit-ը, դնում ենք վանտաժները, փոխում ենք իր այդ soft տանիքը, փափուկ տանիքը, մի խոսքով ամեն ինչ անում ենք, ռեստավրացիա ենք անում սալոնը, ընկերներ լրիվ 100% պատրաստ է լինելու մեքենան, վերջում նայում ենք ինչ ստացվեց մեր ռեստավրացիայի արդյունքում ու վերցնում ենք մեքենան, գնում ենք մի քիչ Angeles Crest-ից սարերը, սիրուն տեսարաններ ենք վայելում իրար հետ, հենց որ շատ հետաքրքիր ալելու կոնֆետ է եղել ընկերներ ուղղակի, նախորդից ասեմ, հենց որ անպայման նայեք վիդեոն միջև որ չեն այսինքն հետևս կայլացա, շատ հետաքրքիր ալելու գնացինք։ Ընկերներ ինչ ենք անում, տանում ենք ուրեմն Mercedes-ի, հիմա ցույց տամ, տանիքը, փափուկ տանիքը փոխենք, լրիվ նոր բորդո գույնի, անենք դնենք, լավ է լինում թե չէ, չի կարա լավ չլինի, սիրուն, եթե լավ անեն գործը, եթե լավ չանեն, ուրեմն սիրուն չի լինի։ Գնացինք ընկերներ, տանենք թողենք ավտոն գանք։ Ուրեմն այսօր կաբրիոլետի վրա նորություններ ունենք, հիմա ցույց կտամ ինչ են արել, ինչ ենք արել, գիտեք, տարել ենք կրիշը փոխելու, հիմա ցույց տամ ինչ է ստացվել։ Այն ընկերներ, կարմիր կրիշով արդեն բավականին սիրուն է նայվում։ Ես գործի որակից մի 75% եմ գոհ, որովհետև տեսքը շատ է դուրս գալի իհարկե, եղել է այն ինչ որ ես ուզում էի, բայց նայեք ստեղ մի քիչ սենց դուրս եկած տեղեր կա, ես չգիտեմ ինչ են դրել տակը, սենց անջորնի են նստել կամ չգիտեմ խի է սենց նստել ես հատվածը, բայց ամեն դեպքում կարող է հետո դզվի, չգիտեմ, մի քիչ բացել փակել աշխատասներից ու ստեղ այստեղ ինքը լավ քիփ չի նստում, էլի կարող է կտորը ձիգ է, մի քիչ կարող է թուլանա, այդ որ դրել ասես մի քանի անգամ թռչես կթուլանա կընկնի տեղը, կարծում տենց կլինի, չգիտեմ, գրեք ձեզ ոնց է դուր է գալիս, թե չէ, ինձ շատ է դուր գալի, գույնային կոմբինացիան, այնա ինչ որ ես ուզում էի, հիմա ինչ ենք անում ենք ռադիոն, հիմա չգիտեմ անտենան աշխատում, չի աշխատում, ռադիոն աշխատում, տեսեք կոդ է ուզում, կոդը հույս ունենանք բանի վրա, ռադիոյի վրա կլինի, հիմա կքաշենք կհանենք, դրանապես ռադիոների վրա հետևը լինում է կոդը, քաշենք հանենք տենանք կա թե չկա։ Եթե չգիտեք ոնց է հանվում ռադիոն, այսպես հատուկ Mercedes-ի բաներ կա, բանալիներ կա ռադիոյի, համացնում ես, ճտացնում ես, քաշում ես, հանում ես, մի խոսքով, ճտ, գնաց ճտած, մասնս կբարնենք քաշենք դուրս կգա։ Okay, ընկերներ, ստեղ ոնց որ թե 29669 կոդը հիմա կփորձենք տենանք տենց է թե տենց չի։ Okay. Օպս 29 թիվ չկա, չի կարա այդ իրնի, ուրեմն էսի չի։ Հիմա տենանք ուրիշ ինչն է։ Ընկերներ արդեն գիշեր է, մութ եկավ, մինչև այս ռադիոն կտանք ոնց էր։ Լիքը պոիսկները on-line բան YouTube դու մի ասան դեղ ուզում էի առնեի արդեն դաժե կոդը սերիալ նամբերներով բան, բայց կտա ոնց է արվում անվճար, ընդ մի հատ վիդեո կար YouTube-ում տաբլիցան ցույց տվեց սերիալ կոդով բանով, մի խոսքով կտա, ոնց որ տենում եք ռադիոն արդեն աշխատում է անգլերեն մի հրաշք անտենեն չգիտեմ ճիշտ ասած անտենեն չի աշխատում, չի հել է, կարծում եմ անտենեն անջատած է կամ պիտի փոխվի, նո ջարդած է իհարկե պիտի փոխվի, բայց կարևորը ռադիոն է անգերներ, ռադիոն սարքով,
այս կնոպկեքն էլ չէր աշխատում, քանդեցի էլեկտրիկ կլիներով իհարկե մաքրեցի, որովհետև կոդը չէի կարող հավաքեի, բացեցի կնոպկեքը, ոչ մաքրեցի ու սկսեց աշխատել կնոպկեքը։ Ոնց որ բոմբա ընկերներ։ Անտենեն մոռացել եմ միացնեմ, ընկերներ, սպասիկ անտենը միացնեմ, աչքիս անտենեն էլ աշխատել, դրա համար էլ ոչ մի ալիք չի բռնում, սպասիկ անտենեն միացնեմ, հեսա հանեմ։ Այս անտենը չեմ միացրել, ընկերներ, հեսա։ Ուր անտենեն, արի։ Օուպս։ Այս անտենեն, ընկերներ, հեսա միացնենք, տենանք ինչ է աշխատում։ Այս մեր անտենեն։ Մի ձեռով չեմ կարող։ Ահա։ Մյուզիկա էլ ունենք, ընկերներ։ Տանարարարա։ Թույնա։ Մի խոսքով, ընկերներ, ես մի հարցն լուծեցինք, լավ էր։ Ոչ մի կոպեկ չծախսեցինք, ընդամենը ժամանակ, մի խոսքով ստեցել պրծանք։ Կաբրիոլետի վրա սկսում ենք արդեն հավաքել, դեֆեկտները վերացնել, ուրեմն ստենում եք անտենի ես ռեզինը ճաքած է, որն է վարյա գնաց է, ուստեղ ունենք նորերը, պատվիրել եմ, հիմա կտեղադրենք, չգինեմ, երկու հատ է, տենանք որ մեկը կընկնի, ու կլինի լրիվ նոր։ Okay, ընկերներ, նորը դրեցինք վրեն արդեն, ասենք մի հատ ռեզին փոխելու համար բագաժնիկի կեսը քանդեցի, բայց դե էտա, այս էլ ունենք արդեն ընկերներ։ Կաբրիոլետը հիմա տենում եք այս վիճակում է, բայց հիմա ցույց եմ տալիս, որ այս վերջ անգամ որ իրան այս վիճակում եք տենում, հիմա սկսում եմ արդեն մաքրտել, սալոնը հավաքել, ինչ որ պետք է արվի, սարքվի, այս սիթը, բանը եւ այլն, որ տենում եք, ստեղ դամեջներ ունենք, սարքվի, մի խոսքով սա սարքում ենք ընկերներ, սարքենք պրծնենք, դնում ենք բոդի կիտը, սաղ ներկացա պատրաստա, դնում ենք վանտաժները, պագշեք հելը չի եկել, բայց այս սերիայում հաստատ կգա, որտև էսի վերջի սերիան է, մի խոսքով սաղ անել ենք ընկերներ, ամպերեք միջև տենենք միջալու։ Ենք անում ինչից եմ սկսել եմ Steam Clean-ից, սալոնը մտ լավ մաքրում եմ, որտև սիթերի վրա գործ կանելու բդի ներկեմ, նենց որ բդի լավ մաքրվի, հիմա ցույց տամ ինչ պրոգրես ունենք։ Ուրեմն ստե ընկերներ, նայեք, այս կեսը մաքրածն է, այսենց, այն կեսը չմաքրածն է։ Նու այս գույնի վրա մի քիչ դժվար է տենալը, բայց մանավանդ կամերա է, բայց ամեն դեպքում տարբերությունը մեծ է։ Ու սենց շատ ավելի մաքուր է, հիմա սենց սաղ մաքրել եմ արդեն, նայեք հետև արդեն համարյա նորի պես է եղել։ Սենց տեղեր կա, որը որ վառած է, դի ներկվի իհարկե, կներկենք, բայց ուղղակի հիմա նայեք տարբերությունը չմաքրացի ու մաքրացի։ Հենց որ մաքրում ենք սաղ, հետո նոր անցնում ենք հաջորդ դասին, գնացինք ընկերներ։ Մաքրությունը սիթերի իհարկե մենակ արդեն վերջացանք ու դոր պանելները, հիմա ինչ ենք անում, հիմա սկսում ենք այդ վնասված տեղերը ներկել ու այս նստատեղը պետք է սարքենք, որովհետև սենց իհարկե չենք կարա թողենք, սիրուն այս ճաքերը փակվի, ներկվի, մեջի կարպետների մաքրությունը բան իհարկե դեռ արջևում է, բայց սկսում ենք այս սիթից։ Ուրեմն կաբրիոլետի պագշկեքն էլ եկավ, հիմա տանում ենք պագշկեքը կգցենք վանտաժների վրա, 4 հատ լրիվ նոր պագշկեք, խոսքով տանենք վանտաժները գցենք վերեն, բերենք, որ սկսենք հավաքել մանրից։ Այս վանտաժներ ընկերներ, ուֆ, այո, տանենք մեր գանձերի վրա գցենք պագշկեքը գանք։ Գցում ենք հիմա պագշկեքը վանտաժների վրա,
ու տանենք արդեն սկսենք հավաքել ավտոն։ Գերներ հերթական օրն է կաբրիոլետի վրա աշխատում ենք, այսօր հավաքում ենք։ Չգիտեմ հավաքում ենք, փրստենք թե չգիտեմ։ Ագին գործը արվել, հիմա ցույց տամ ինչ եմ անում։ Ոնց որ տենում եք արդեն բադիկիտը սկսել եմ հավաքել վրան, պատնուշկեքը դրել եմ, կողի պանելները։ Պետք է սուպորտները մաքրվի, ներկրվի, պատվեսք եմ պետք է դիթեյլ անենք։ Սալոնը հələ որ սենց հանգերներ ներկում ենք, բան էսկում ենք ու մաքրում ենք, չգիտեմ, եւ այլն։ Բայց արդեն սկսում է ամբողջանալ։ Հենց որ ընկերներ շարունակում ենք գործ անենք, տեղադրում ենք սա բադիկիտը, սուպորտները կանենք, բանտաժները կխփենք տակ։ Մի խոսքով լիքը գործ կանելու շարունակում ենք ընկերներ։ Դեպի բամպերն եմ հանում։ Սովորական 124-ի վրա, ասենք 10 րոպե է բամպեր հանել հետևի։ Բայց կաբրիոլետի վրա լրիվ ուրիշ պատմություն է, եկեք ցույց տամ արդեն, եթե ինչ-որ մի ժամանակ շոմեկին պետք է գա, ավելի լավ։ Այս կողմում քանդվի ինչ է անտերանը changer-ը, տակը ստեղ երկաթից պլատա կա, որտեղ այն կողմն է, բոլտերը այստեղ են գնում, 10 համարները, 213 համար ստեյա, 213 համար ստեյա, աչ կողմը վավշե կատաստրոֆա է, այսինքն սա քանդվում է, որովհետև այս բանը կաբրիոլետի պոմպը գտնվում է այս հետևի մասում իր բլոկով եւ այլն, մի խոսքով այս սա պանելը պետք է քանդվի, սենց էսկոմ ենքոմ ուշիմ սա քանդում եք, որ բոլտերին երկու հատ ստեյա, երկու հատ էլ ընդի աքսես ունենակ, հենց որ կինու է կաբրիոլետի բամպեր քանդել հետևի, բայց քանդում ենք օքեյ է։ Հանեցի բամպերը, հիմա մեծտեղ կմաքրտեմ ու հետևի բամպերը կդնենք վրան, կտենենք ոնց է նստում, չգիտեմ ոնց է նստելու, օրիգինալ չի բադիկիտը, բայց լավ որակի է, կարծում եմ լավ նստի, նայեք ընկերներ, այսքան բան է քանդվում բագաժնիկի մեջ բամպերը հանելու համար։ Այսօր գնացինք։ Հետևի բամպերը արդեն վրան է, համ այստեղ բադիկիտը վրան է, մնացել է սպոյլերը, հիմա ցույց տամ ինչ վիճակ է, ինչ ենք անում հաջորդ քայլը։ Ուրեմն ոնց որ տենում եք հետևի բամպերը արդեն սիրուն տեղադրած անգերներ, պատնուշկիկը եւ դիմացի բամպերը նույնպես արդեն իր վրա է անգերներ, տենում եք ֆոգ լայթերը հələ դրած չի, բայց կդնենք միացումները կտանք։ Հիմա ինչ եմ անում, մաքրել եմ սուպորտները, ու սրանք պետք է սիրուն կարմիր ներկվի, որովհետև տենց շատ ավելի սիրուն է, սպիտակի հետ ցանկացած կոնտրաստ շատ սիրուն է նայվում, մանավանդ ինչ-որ յարկի գույնի, իսկ կարմիրը ինքն է, ոնց որ հիմա սկսում ենք ներկել սուպորտները։ Սալոնը հələ այս վիճակն է, ռուլը մեռած տարակած էր, արդեն մեռած տարակած չի, բայց մի քիչ փայլում է, փայլը դուրս չի գալիս։ Այս սիթը արդեն սենց համարյա թե իդեալական վիճակում է։ Ռուլն էլ իհարկե լավ, բայց փայլ կա, այս փայլը ես չեմ սիրում, փայլը պիտի վերացվի, յուղոտ տպավորություն է թողում ռուլի վրա փայլը, ոնց որ հասկանալ եմ, ոնց պիտի վերացնենք, այս փայլը կվերացնեմ։ Իսկ հիմա ընկերներ, եկեք ներկենք սուպորտները ու կմիանանք արդեն երբ որ ներկած լինի։ Ընկերներ, սուպորտները ներկած է, պատվեսք են դիթեյլ եմ արել, լավ մաքրել եմ արգեքի ցեխերը եւ այլն, յուղերը հին չգինեմ եւ այլն, մաքուր սիրուն, եկեք տենանք ինչ է ստացվում ընկերներ։ Այսինքն սիրուն բան ունենք արդեն։ Սուպորտները կարմիր սիրուն, պրուժինները կապույտ, արգեքը մաքուր,
Ինձ շատ է դուր գալի ինչ ստացվի ընկերներ։ Վիդեոն այդքան էլ լավ չի փոխանցում, տենում եմ, բայց կարծում եմ աշխատանքը ակնհայտ է, ինչ արվել։ Մենք սա արկեքը մաքուր, մաքրած։ Կալիպերներն էլ ներկած։ Հիմա ժամանակն է ընկերներ, բանտաժները դնենք վերեն, իշխացնենք, լվանք սալոնը մաքրենք, ուտենանք ինչ է ստացվել։ Իհարկե մինչև բանտաժները դնել պետք է սալոնի աշխատանքները վերջացնեմ։ Շատ բան չի մնացել, կարպետները մի հատ կլվանամ, կովրիկները եւ այլ մի խոսքով չգիտեմ։ Կդնեմ բանտաժները, կփոխեմ, կիչացնեմ ու իրար կնայենք ինչ ստացվում ընկերներ, գնացինք։ Ընկերներ, այս կովրիկները երևի մի 11 տարի չի լվացել, կամ ավելի շատ չգիտեմ, բայց ամեն դեպքում ահավոր կեղտոտ է, հիմա կլվանք, կմաքրենք, սիրուն թազա հետ կդնենք տեղը, որպեսզի սալոնի ընդհանուր պատկերը համահունչ լինի։ Ինչ ընկերներ, կարպետները արդեն լրիվ մաքուր, դրանք ինչ վիճակում է, փափուկ սիրուն պուխ է հետ եկած։ Հետ կդնենք ավտոյի մեջ, այսինքն սիրուն մաքուր վիճակում։ Ընկերներ, ֆոգ լայթերն ենք դնում։ Այսինքն այդ հալաստ է։ Նոր հանենք, տեղադրենք, միացումները տանք։ Դրանք ինչ ալնում, գնացինք։ Դե ինչ ընկերներ, ոնց տենում եք արդեն լույսերն էլ նորմալ, մնաց վերջի շտրիխ ընկերներ, բանտաժները դնում ենք տակը, իջացնում ենք ներքև, չնայած սուտ եմ ասում վերջի, նշի էլ է կապոտի մեջ դիթել չեմ արել, մի խոսքով կապոտի մեջ ենք դիթել անում, դնում ենք բանտաժները, հլը ավտոն դանգրատների վրա է, դնում ենք բանտաժները, իջացնում ենք ներքև, լվում ենք ու տենում ենք ինչ եղավ ընկերներ, գնացինք։ Այս են գազաններ ընկերներ, տանում ենք խփենք տակը, լրիվ նոր 4 հատ պագրիշկով գնացինք։ Տնենք 20 հատ էլ խռում բոլտեր, որ տենում ենք մի քիչ խամրացա, հիմա կփայլացնենք, այսենց մոտավորապես ու գդնենք վերեն։ Ընկերներ 99% պատրաստ է կաբրիոլետը, հիմա ցույց տամ մնացել է տորթի վրա այդ բալը, որ դնենք։ Այս ընկերներ, այս սպոյլերը բագաժնիկի երկկտորից այնտեղ դնում ենք ու աստը մի հատ տառ ունենք պակաս։ Մի խոսքով դնում ենք կապոտի մեջ դիթել ենք անում ու ընդհանուր առմամբ պատրաստ է ավտոն։ Գնացինք։ Երբ վերջնական շտրիխներից մի հատ այս անտերն եմ ուզում փոխեմ։ Որտեվ դեն մեկ sense վնասվածքներ կա վրան։ Հարաբես տուրիստ չի գալիս։ Ոնց որ սիպտի փոխենք ընկերներ, հիմա ցույց տամ։ Արդեն ունենք նոր օրիգինալ Mercedes part, հիմա կհանենք, կդնենք վրան, որպեսզի սիրուն լինի մեր սալոնը։ Okay։ Արդեն ունենք այսինքն սիրուն վիճակ։ Գեներ հիմա մատ պոլիշ եմ անում, սպիտակ ներկա ինքը շատ չի երևում ինչ որ կա, բայց ամեն դեպքում ուզում եմ սարքեմ իդեալականին մոտ, հիմա ցույց տամ ներկի տարբերությունը պոլիշ արած չարած, լույսը շատ ուժեղ է, չգիտեմ կտենակ թե չէ, մանր հատիկներ կան, այսինքն որ նայեք, հենց ժանգի մանգի հատիկներ կան, սենց մեջը ներեկի քաշած լաքի, որը որ լավստ է երևում, չգիտեմ ինչքանով է երևում, իսկ ստեղ արդեն նայեք պալեխով կարած, գալագրամաներ չկա, համարյա շատ մանր խազեր չկա, սարքում ենք անտիր ընկերներ, որպեսզի մենք մեր արած գործից գոհլենք, ոնց որ քիչ մնաց ընկերներ, հեսա պրծնում ենք կապոտի մեջ դիթել ու
ու պատրաստ ավտոն չնայած ես 100 աստիճան շոկի տակ պալրով եմ անում, բայց հավեսով եմ անում, այնց որ գնացինք մինչև վերջ։ Okay, ընկերներ, ուրեմն մնաց վերջի շտրիխները, կապոտի մեջի մաքրություն, այս էլ անում ենք ու էլի բաներ կանելու աբլիցով պետք է փոխենք մեկու պլաստմասկա, բայց ընդհանուր ավտոից բրծնում ենք, որովհետև էս է մնացել, այստեղ մաքրում ենք ամեն ինչ սիրուն, կերպարանա փոխում ենք, մնում է 2 սուտ մելեջ, ու արդեն կտնենք ինչ ստացվում։ Հիմա մոտ վերջի անգամ նայենք մինչև մինչև տեսանք, եկեք հիմա նայենք հետո, այսինքն կապոտի մեջ դիթեյլ արած գնացինք։ Ընկերներ, ասեք որ բոմբա թազի նման արդեն մնաց մի երկու շտրիխ ընկերներ, մի երկու րոպե էլ վիդեոյի մեջ համբերեք, իմ մոտ էդի կլինի իհարկե մի քանի օրից, որովհետև տարբեր ապրանքներ պետք է գա որ դնենք վրան, բայց ձեր մոտ հեծա շուտով է։ Այսօր մնում ենք ալիքում ընկերներ, մինչև վերջ մի հատ կոնֆետ է ստացվել, ուսուս ընկերներ, մենակ տենակ։ Ես իրարվել եմ այս ավտոյի վրան, այսօր մի քանի րոպեից դնում ենք աբլիցովկեն, հետևի տառերը ու վերջ ընկերները, վերջ։ Տենում ենք արդեն ինչ է ստացվել, գնացինք։ Ընկերներ, նոր տառերն էլ եկամ, լոգոտիպը, հիմա այս էլ օրիգինալ Mercedes Sparta, այս էլ տեղադրեցինք, այնած աբլիցովկեն ընկերներ։ Այս էստեղ։ Կաբրիոլետի վրա վերջին շտրիխներն եմ անում, ուրեմն AMG Style աբլիցովկա, նոր, բայց որոշեցի սպիտակ ներկեմ, ավելի համահունչ լինի, խռոմի դետալները հանել եմ հատ-հատ, հիմա սենց սիրուն կշարենք տեղը, կդնենք իր ռամկի մեջ ու կդնենք ավտոյի վրա, կարծում եմ թույն է լինելու, գնացինք։ Արդեն բոլոր խռոմները վրան է, հիմա այս ներսի մասը կդնենք ռամկի մեջ ու կտենանք ինչ ստացվող, կդնենք ավտոյի վրա։ Վերջ ընկերներ, դնում ենք ավտոյի վրա։ Նայենք հիմա հին աբլիցովկով ընկերներ, օրիգինալ, այսինքն էլի շատ լավ է, իհարկե, բայց կարծում եմ ինի ավելի սիրուն է լինելու։ Հիմա եկեք այդ մեկը դնենք վրան, տենանք։ Ընկերներ դրեցի վրան, հիմա եկեք թեթև աշկով տենանք ոնց է։ Ընկերներ, սպիտակը սպիտակով էլի, ոնց որ ասում է, չգիտեմ, մի քիչ ձեր կարծիքը գրեք, ոնց է, դզեց թե չդզեց, ինձի դզեց օրինակ, կարծում եմ սիրուն է ստացվել։ Վերջ ընկերներ, վերջ ես պրոյեկտից կարծում եմ, վերջ, հիմա եկեք այսենց բացենք այս չխոլը ու տենենք ինչ ստացվավ այս ամբողջ պրոյեկտի արդյունքում ընկերներ, գնացինք։
կաբրիոլետը պատրաստ է, եկել եմ Angeles Crest, համ նկարում եմ, համ վայելում եմ։ Ինչեմ ընկերներ, մեր կաբրիկը շատ սիրում եմ, ես իրեն շատ եմ սիրեն։ Հենց ուզում եմ ընկերներ ցույց տամ, համ էլ դուք վայելեք իմ հետ միասին այս բնության մեջ։ Իսկական կաբրիոլետի տակ եղանակ է։ Ձեր կարծիքներն էլ կխնդրեմ իհարկե, շատ հետաքրքիր է ինձ։ Թե կրիշի գույնի հետ կապված, թե բանտաժների հետ կապված, թե աշխատանքի որակի հետ կապված, ինչ կանեիք ավելի, ինչ չէի կանի։ Սպոյլերները, բագաժնիկի սպոյլերը, շիթը, բանտաժները, ամեն ինչ իհարկե համարյա թե իդեալական անգերներ։ Աբլիցովկյան սպիտակ փչած, չգիտեմ ասեք ձեզ ոնց է։ Եկեք տանիքը բացենք ընկերներ ու մի քիչ վայելենք, գնացինք։ Արդեն համարյա մութ ընկել է, բայց մի քիչ վայելենք մեր կաբրիոն այս տեսարանով, հիմա ցույց տամ ձեզ։ Այ քիչ ճանապարհ է, իսկական կաբրիոլետ քշելու եղանակ ճանապարհ, այսենց Angeles Crest ու գնացինք ընկերներ։ Ուղղակի հրաշալի մի հատ տրամադրություն ունեմ։ Ասես կամի խփում է, չգիտեմ ձենից լավ կլսեք թե չէ։ Հուսով եմ լավ կլսեք։ Ստեղ մի հատ լամպուշկի լույս է վառել։ Վերջում մի բան պետք է էլի, բայց դե ոչ լամպուշկի լույսը լուրջ բան չի։ Ու սենց քշում ենք, վայելում ենք ընկերներ մեր արած աշխատանքի արդյունքները։ Վայելենք, որ հեսա պետք է ծախենք այս գազանին։ Ով որ առնի այս ավտոն հաստատ չի փոշմանելու, ճիշտ է թանկ կլինի իհարկե, էժան չի լինի, բայց այն ամեն ինչ ինչ որ արած այս ավտոյի վրա ու այս անթերի վիճակում այս ավտոն այս թվի, այս մայլեջով 91,000 է քշած ընդամենը։ Ու սա կաբրիոլետ տանիքի հետ կապված բոլոր հարցերը լուծած, հիդրավլիկի, կրիշի այդ մատերիալը, ամեն ինչը նոր, մի խոսքով իդեալական ուղղակի վիճակ է։ Ոնց որ լսում եք մի քիչ քսում է, որտեվ պագիշկեքը լեն է, իհարկե ինքն էլ շատ ցածր է դեմը։ Այս լավ խորը պավառոտներին մի քիչ քսում է։ Բայց դե էտա գինը ընկերներ։ Շատ սիրունության հետևից եթե ընկնում ես, մի քիչ էլ պետք է համակերպվես, որ կարող է այդ խորը պավառոտներին մի քիչ քսի։ Պագիշկեքը։ Ընկերներ, այսպես հրաշալի տեսարանն է։ Մաքուրոտ, ու ես այսպես վայելում եմ այս ավտոն իհարկե ինձ չի չարչարել, չեմ կարող ասեմ իմ չարչարանքը, բայց իհարկե արգին գործը արվել է վրեն, բայց ամեն դեպքում դժվար ու տանջալի չստացվող բաներ չի եղել այս ավտոյի վրա,
հանգիստ գնացել է սկզբից մինչև վերջ։ Շատ բաներ իհարկե նրանից է որ անել եմ տվել, ես չեմ արել, բայց ամեն դեպքում գոհ եմ ու ուրախ եմ որ այսպես հաճելի ավարտ ունեցավ, հուսով եմ մեսի ավարտ։ Մեր պրոյեկտն գետել, չգիտեմ, սարանը նայեք։ Մայրամուտ մենակ ջամփա, մի հատ ավտո չկա, տաք եղանակ ու կամին չպացնեմ այս հետ։ Հասնեմ տուն, լույսը կբացվի ձեր համար, հիմա բարել ու մի հատ արդյունքների ամփոփում կանենք, կարծում եմ պրոյեկտի հետ կապված գնացինք։ Դե ինչ ընկերներ, պրոյեկտը այսքանով ավարտված է, ուրեմն մի փոքր արդյունքների ամփոփում անենք։ Շատ չի տանջել էս մեքենան ինձ, ամեն ինչ կարելի ասել, սենց սահուն կարակի պես գնացել է, շատ գործ արվել վրան, շատ փողը ծախսվել վրան, բայց ամեն դեպքում ստացա այն ինչ որ ուզում էի ստանալ, միշտ երազել էի 124 կադրալետի մասին, պրոյեկտ անելու, արեցի, հագեցի, էջը շատ ուրախ եմ ու շատ գոհ եմ ինչ որ ստացել է, դուք էլ անպայման գրեք ձեր կարծիքը, ձեր համար ոնց է եղել, այսի իմ պատկերացումն էր այս կադրալետի պրոյեկտի վերաբերյալ։ Ասեմ մեքենան արդեն վաճառված անգերներ, մեքենան գնում է Մեքսիկա, ընդեղից են առել, չգիտեմ ընդեղել են երևի սկսեցի էլ չնայած 124 աշխարհի տենց կետ չկա դեռ որ չսիրեն 124 Mercedes, ամեն դեպքում ընկերներ շատ հաջող պրոյեկտ էր ամեն առումով թե էմոցիոնալ հաճույք ստանալու մի խոսքով ամեն ձևի, հենց որ ընկերներ շնորհակալ եմ որ դիտում եք ալիքը, անպայման բաժանորդագրվեք, կիսվեք վիդեոյի մասին, ձեր ընկերների հետ կոմենտներ գրեք, կոմենտները շատ կարևոր է իմ համար ու անպայման այդ զանգը կսխմեք, որպեսզի հաջորդ այդ հետագա վիդեոները բաց չթողեք։ Կհանդիպենք հաջորդ պրոյեկտների ընթացքում ընկերներից, հաջորդ պրոյեկտներ արդեն կան ու շատ են։ Կհանդիպենք։